Մեղադրյալը կկարողանա տեսակապով մասնակցել դատական նիստի։ Ներքին գործերի նախարարությունը նախագիծ է ներկայացրել։ Տեսակապով մասնակցելու պատճառները մի քանիսն են։ Օրինակ, եթե մեղադրյալը վարակիչ հիվանդություն ունի, կա փախուստի կամ բախման վտանգ վարույթի այլ մասնակիցների հետ, կամ եթե մեղադրյալն իր ներկայությամբ կարող է ազդել ցուցմունքի արժանահավատության վրա։ Տեսակապի միջոցով մասնակցելու դեպքում մեղադրյալը եւ վարույթի բոլոր մասնակիցները պետք է ունենան միմյանց հստակորեն տեսնելու եւ լսելու հնարավորություն, այսինքն առանց խափանումների։ Բացի դրանից շատ կարեւոր է, որպեսզի դատական նիստի ընթացքում, երբ մասնակցությունը տեսակապի միջոցով է, մեղադրյալը կարողանա իր պաշտպանի հետ խորհրդապահական հաղորդակցության հնարավորություն ունենա, այսինքն երրորդ անձանց լսելիությունից դուրս հաղորդակցվելու հնարավորության մասին է խոսքը։ Մեղադրյալը պետք է հնարավորություն ունենա նաև հետազոտել ներկայացված բոլոր ապացույցները եւ նյութերը, իսկ տեխնիկական խոչընդոտների դեպքում դատարանը կարող է դադարեցնել այդ ձևաչափով նիստը։ Փաստաբանն առանձնացնում է այն կետը, որ տեսակապով մասնակցությունը կարող է իրականացվել թե մեղադրյալի միջնորդությամբ, թե դատարանի նախաձեռնությամբ։ Նշում է, ձևակերպումներն այնչափ հստակ չեն, որոնք թույլ կտան միանշանակ փաստել, որ կամայականություններ չեն լինի դատարանի նախաձեռնությամբ տեսակապի մեթոդը կիրառելու դեպքում։ Նախատեսվում է, որ եթե դատարանի նախաձեռնությամբ ուրեմն սա կիրառվում եւ մեղադրյալը փաստարկված առարկում է, ապա այս ինստիտուտը չի կարող գործել։ Իմ կարծիքով հիմնական խնդրահարույց կետը այստեղ հենց այդ փաստարկված առարկություն բառակապակցությունն է, որը բավականին լայն հայեցողություն է տալիս եւ բավականին մեկնաբանման տեղ է տալիս, այսինքն անհասկանալի է, թե որ դեպքում է առարկությունը լինելու փաստարկված, որ դեպքում չի լինելու այն փաստարկված։ Ըստ փաստաբանի նախագծում որոշակի հստակեցումներ են անհրաժեշտ։ Նախարարությունից տեղեկացնում են, նախագիծը դեռևս շրջանառության փուլում է, որոշ դրույթներ շտկվելու են, իսկ փաստարկված առարկության վերաբերյալ նշում է. Եթե մեղադրյալը պնդում է, որ արդյունավետ չի կարող լինել պարզապես այն պատճառով, որ ինքը չի ցանկանում, իմ կարծիքով սա սուբյեկտիվ ընկալում է, գուցե այստեղ փաստարկում չկա, բայց եթե նա շարունակում է նշելով այս երրորդ, չորրորդ եւ այլ հանգամանքների ուժով չի կարող լինել արդյունավետ, սա արդեն փաստարկում է։ Փաստաբանը նախագիծը դրական է համարում։ Նախագիծը ըստ էության քայլ է դեպի արդիականացում քրեական արդարադատության եւ համապատասխանեցում 21-րդ դարին տեղեկատվական հասարակությանը եւ այլն, որովհետեւ ըստ էության բավականին քիչ են այն հնարավոր իրավունքների խախտումները, որոնք կարող են տեղի ունենալ տեսակապով մասնակցության պատճառով միայն։ Եթե նախագիծն ընդունվի, նախատեսվում է այս կարգավորումները կիրառել 2026-ի հունվարի 1-ից հետո տեղի ունեցող դատական նիստերի ընթացքում։ Մինչև այդ պետք է դատական նիստերի դահլիճները, քրեակատարողական հիմնարկները, ձերբակալվածներին պահելու վայրերը կահավորել տեխնիկայով։ Լիանա Խաչատուրյան, Արամ Հարությունյան, Արման Թովմասյան, լուրեր։